Մենք անընդհատ քննարկում ենք երեխաների հետ խոսելու կարևորությունը։ Իհարկե շատ դժվար է առօրյա կյանքում անընդհատ մտքում պահել այս հարցը եւ շատ դժվար է հետեւել, որպեսզի մենք իրոք ամեն ինչի մասին երեխաների հետ խոսենք։ Բայց կան բաներ, որոնք որքան էլ որ մեր համար ցավալի չեն, որքան էլ որ մենք կարծում ենք, թե դրանք կարողանում ենք թաքցնել երեխաներից եւ մոռանում ենք դրանց մասին խոսալու անհրաժեշտությունը, բայց այդ հարցերը մեր կյանքում կան։ Դրանցից մեկը եւ միգուցե կարևորագույններից մեկը դա ծնողների հարաբերություններն են։ Երբեմն մեզ թվում է, որ երեխան դեռ այն տարիքում չի, որ հասկանա այդ խնդիրները, դեռ այն տարիքում չի ենթադրենք, որ անգամ նկատի, որ մենք ինչ-որ հարաբերություններում խնդիրներ ունենք, բայց մենք մոռանում ենք, որ երեխաները ինչպես շատ բաներ իրենց կյանքում ընկալում են ինտուիտիվ, ընկալում են հուզական մակարդակներում եւ որքան էլ որ մենք շատ հմուտ չլինենք, փորձառու դերասաններ չլինենք, դժվար թե մենք կարողանանք թաքցնել օրինակ ենթագիտակցական մեր ռեակցիաները, իրար հետևից ուֆ ասելը կամ մունաթային արտահայտությունները, անգամ ձայնային ելևեջները կամ իրար վրա դուռ շրխկացնելը եւ այլ մանրուքներ, որոնք մենք միգուցե այդ պայն անմիջականորեն չեն կապում մեր միջև եղած խնդիրների հետ, բայց այդ ամեն ինչը ակնհայտ երեխաների առաջ է կատարվում։ Ծնողների հարաբերություններում առկա խնդիրները կարող են ընկալել, ինչպես նաև արդեն գիտակցել եւ շատ բաներ հասկանալ, միգուցե մեզ սպասածից ավելի շատ դեռահասության տարիքում գտնվող երեխաները։ Եվ շատ կարևոր է հիշել, որ քանի որ դեռահասության տարիքը առանձնել նրանց համար է բարդ, ծնողների հարաբերություններում խնդիրները նրանց բարդությունները կրկնապատկում է։ Հարցը նրանում չի, որ մենք պետքա խոսենք մեր խնդիրների մասին երեխաների հետ։ Հարցը նրանում չի, որ մենք պետքա փորձենք նստենք եւ բացատրենք, թե մաման ու պապան իրար ինչքանով չեն հասկացել, թե ինչ տարբեր կարծիքներ ունենք մենք, որոնք չեն կարողանում իրար հետ կիսել։ Խոսքը նրա մասին չի, որ մենք պետքա մեր երեխաների հետ խոսենք մեր խնդիրների մասին։ Խոսքը ուղղակի նրա մասն է, որ երեխայի հետ պետքա խոսել ստեղծված իրավիճակի մասին, որովհետև ուզեք դուք թե չուզեք, երեխան զգում է ձեր հարաբերություններում առաջացած խնդիրները, առավել եւս զգում է խնդիրները, որոնք բավականին երկար ժամանակ արդեն շարունակվում են, եւ երեխան անպայման ինչ-որ ձևով արձագանքում է դրանց։ Նրանք կարող են դառնալ տխուր, կարող են դառնալ ինքնամփոփ, նրանք կարող են դառնալ շատ լարված, կարող են ագրեսիվ դառնալ, եւ շատ ժամանակ ես լսում եմ ուղղակի անհանգստություններ ծնողներից կապված երեխայի ագրեսիվության հետ, երեխայի ինչ-որ մի վարքային դրսևորման հետ, բայց շատ քիչ եմ հանդիպում ծնողների, ովքեր փորձում են երեխայի խնդիրների մեջ տեսնել իրենց խնդիրների արտացոլումը։ Շատ ժամանակ դուք երևի նկատած կլինեք, հա, եթե դուք անընդհատ բարկանում եք երեխայի վրա, երեխան շատ փորձում է նմանակել ձեզ եւ հետեւաբար ինքն էլ անդադ բարկանում է իր տիկնիկների հետ։ Եթե դուք իր հետ քնքշանքով եք, նա նույն կերպ վարվում է անգամ տիկնիկների, բայց նաեւ իրեն շրջապատող այլ մարդկանց հետ։ Եվ ուղղակի մտածել, որ ծնողների հարաբերություններում խնդիրները մենք կարողանում ենք թաքցնել կամ արդարանալ այն մտքով, որ դե մենք միշտ վիճում ենք, երբ որ երեխաները քնած են, պետք չի երբևիցե մոռանալ, որ այդ վեճից հետո ձեր հուզական վիճակը, ձեր տրամադրությունը, ձեր խոսքային արտահայտումները, որոնց մեջ անպայման մենք ունենում ենք բաց թողումներ, երեխաները նկատում են, եւ ոչ միայն նրանք դա նկատում են, այլ դա նրանց վրա ազդում է։ Եթե հիմա ինչ-որ մեկը լսում է ինձ, ով որ իր զուգընկերոջ հետ հարաբերություններում երկարատև ժամանակ ունեցել է խնդիրներ, միգուցե ուշադրություն դարձրած կլինեք եւ նկատած կլինեք, որ հատկապես դեռահասության տարիքում երեխաները փորձում են շատ ջանք գործադրել ծնողներին բարիշացնելու համար։ Եվ սա ոչ միայն ուղղակի նրանց համար ավելորդ բեռ եւ ջանք է, այլ նաեւ դա շատ սխալ է, երբ որ երեխան ստանձնում է իր վրա պարտականություն ծնողների հարաբերությունների համար, դրանք շտկելու համար։ Դեռ բավականին փոքր տարիքից նրանք կարող են իհարկե ունենալ շատ մանկական ցանկություններ, շատ մանկական փորձեր, հա, օրինակ, չգիտեմ, անգամ ամուսնալուծվող կամ ամուսնալուծված ծնողներին փորձել միասին համոզել ինչ-որ տեղ գնալ, հա, հույս ունենալով, որ նրանք միգուցե դրանից հետո միանան, բայց մեծ տարիքում դրանք շատ ավելի մեծ եւ շատ ավելի խորացված արտահայտումներ են։ Երբ որ երեխան ամբողջությամբ ապրում է ծնողների խնդիրները, ծնողների հարաբերություններում խնդիրները, եւ երեխան ստանձնում է նաեւ ցավոք սրտի այդ ժամանակ երկուսի միջև կիսվելու դերը, որտեւ երբ որ երեխան սկսում է դառնալ ձեր միջև ձեզ միացնող կամ ձեր հարաբերությունները շտկող մի օղակ, նա արդեն իր մանկական տարիքից, իր երեխայական դերի մեջից դուրս է գալիս եւ դառնում է ինչ-որ մեկը, ով
որ նա իրականում չպետք է դառնար, եւ նա ոչ միայն չէր կարող կրել այդ պատասխանատվությունը, այլ նաեւ դա իր հետագա կյանքի, իր հետագա զարգացման համար շատ սխալ դեր է, որը նա այդ պահին ստանձնում է։ Իհարկե ես հասկանում եմ, որ ծնողների հարաբերություններում կարող են լինել խնդիրներ, եւ եթե խոսքը չի գնում ամուսնալուծության եւ այնպիսի խնդիրների մասին, որոնք մենք այդպես էլ չենք կարողանում հաղթահարել եւ որոշում ենք նպատակահարմար են գտնում շարունակել կյանքը առանձին, բայց խնդիրներ առօրյա կյանքի հետ կապված, ինչ որ հարցերի մասին, որոնք միգուցե կլուծվեն կգնան, բայց միևնույն է երեխայի մոտ դրանք կարող են առաջացնել անհանգստություն։ Դրա համար իմ խորհուրդը կայանում է նրանում ոչ թե որ մենք ուղղակի խոսենք երեխայի հետ ու ինքնանպատակ, այլ նման իրավիճակներում շատ կարևոր է ուղղակի երեխայի գոնե հարցերին պատասխանել անկեղծ։ Եթե երեխան հարցնում է մամա ինչի համար եք դուք անընդհատ իրար հետ կռվում, պետք չէ ասել, որ մենք չենք կռվում, բալես, ուղղակի բարձր էինք իրար հետ խոսում, որովհետև ինձ թվում է անգամ 4-5 տարեկան երեխան արդեն բավականին հմտություններ ունի տարբերելու ուղղակի բարձր խոսալը վեճից։ Նման իրավիճակներում շատ կարևոր է ուղղակի երեխային էլի հաշվի առնելով իր տարիքը, իր առանձնահատկությունները անհատական բացատրել իրավիճակը։ Միգուցե դուք կարող եք իրան ուղղակի ասել, որ հա գիտես բալես, մեկ-մեկ մեծերը իրար չեն հասկանում, մեկ-մեկ մեծերը ունենում են խնդիրներ, միջև իրար հասկանան կարող է մի երկու անգամ էլ գոռան իրար վրա, կարող է մի քանի օր էլ իրարից նեղացած լինեն, բայց այդ ընդհանրապես կապ չունի մեր ձեր նկատմամբ սիրո հետ։ Մենք միևնույն է ձեզ նույնձև շատ ենք սիրում, անգամ եթե մաման պապան իրար էլ չեն սիրում ու մենք էլ չենք կարող ապրել իրար հետ, դուք դրանում մեղավոր չեք, դա մեր անձնական եւ մեծական հարաբերություններն ու խնդիրներն են։ Իրոք դա այն ամենակարևոր բանն է, որ երեխան պետքա նման իրավիճակում լսի։ Միգուցե բաժանվող ծնողների համար անգամ պետքա լսի այն, որ գիտես ինչ, մենք էլ չենք կարող միասին ապրել, գոնե երեխան էլ այդ հույսերով չի ապրի, այդ ջանքերը չի գործադրի ձեզ նորից միավորելու։ Կարող է այս ամենի մասին, երբ որ խոսում եմ ու ասում եմ, որ կարևոր է երեխաների հետ խոսելը, ոմանց ովքեր հիմա լսում են ինձ, մտածում են, որ դե լավ, երեխուն ինչի համար խառնենք այս ամեն ինչին, բայց երեխան ընտանիքի ներսում խառնված է ամեն ինչին։ Ինքը ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ զգում է, անգամ եթե այդ ամեն ինչը իր ներկայությամբ չի ֆիզիկապես կատարվում։ Դրա համար կարևոր է ուղղակի հաշվի առնել, որ մեր կողքը կան փոքրիկ, բայց մարդուկներ, ում հետ որ մենք պետքա խոսենք ամենացավալի, ամենադժվար ընկալելի բաների մասին։ Եվ այս ամենի մասին երեխայի հետ խոսելը կարևոր է ոչ միայն նրա համար, որ ուղղակի երեխան ավելի լավ հասկանա իրավիճակը, բայց նաև որ դուք հասկանաք, թե երեխան ինչի հետ է բախվել, երեխայի մոտ ինչ հույզեր են առաջացել այս ամենի հետ կապված, ինչ վախեր, ինչ անհանգստություններ, ի վերջո երեխան հիմա ինչ վիճակում է, հաշվի առնելով ձեր հարաբերություններում առկա խնդիրները։ Ես հույս ունեմ, որ դու այն ծնողն ես, ով խոսում է իր երեխայի հետ, ճանաչում է իր երեխային, գիտի իր երեխայի հույզերը ու խնդիրները, ու իհարկե նաև ջանք է գործադրում երեխային օգնելու համար։